Օրակարգային այս հարցով ձեր քննարկմանը ներկայացված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։ Նախաձեռնությունն ըստ էության 3 խումբ հարցեր է առաջարկում կարգավորել։ Նախ առաջինը պիտի շեշտեմ, որ թե մեր հանրապետությունում, թե միջազգային պրակտիկայում հանրային ծառայությունների ոլորտում եւ առհասարակ ծառայությունների մատուցման ոլորտում գոյություն ունի ստանդարտից տարբերվող արագացված, արտահերթ կամ կուզեք այսպես ասեմ, արտոնյալ պայմաններում ծառայությունների մատուցման տրամաբանություն ևս, որի դեպքում համապատասխան վճարի դիմաց անձը կարողանում է շատ ավելի կարճ, շատ ավելի հարմարավետ տարբերակում ստանալ իր ծառայությունը։ Եվ մեր հանրապետությունում բազում են այդպիսի ծառայությունները։ Ներքին գործերի նախարարության մակարդակում կուզենայի օրինակ առանձնացնել անձնագրային ծառայությունների ոլորտը որպես այդպիսին, երբ որ ունենք ստանդարտ վճարի դիմաց մատուցվող ծառայություն եւ արագացված կարգով անձնագրի կամ նույնականացման քարտի տրամադրման դեպքում հավելյալ վճարի դիմաց ծառայությունը ստանալու մեխանիզմ։ Նույնը առաջարկում ենք այս օրենսդրական նախաձեռնությամբ կիրառել վարորդական վկայականների ստացման համար նախատեսված տեսական եւ գործնական քննությունների համար։ Ինչ իրավիճակ ունենք այս պահին, առաջին անգամ երբ որ անձը բացասական գնահատական է ստանում թե տեսական թե գործնական քննության տեսանկյունից, հաջորդ ամենասեմ ժամկետում հնարավորությունը դա 1 շաբաթ անց վերահանձնելն է տեսական եւ գործնական քննության, բայց ունենում ենք բազմաթիվ խնդրանքներ, դիմումներ մեր քաղաքացիներից, որ պատրաստ են արագացված ծառայություններ ձեռք բերել եւ դրա դիմաց ոչ թե 7 օր անց հանձնել, վերահանձնել քննությունը, այլ օրինակ պայմանական հաջորդ օրը կամ 3 օր հետո կամ 4 օր հետո, որովհետեւ լինում են իրավիճակներ, երբ որ կարիք կա մի կողմից հարմարավետության տեսանկյունից ավելի արագ հանձնել քննությունը, մյուս դեպքում կարիք կա գործնական առանցքությունից ելնելով քննությունը հանձնել շատ ավելի սեմ ժամկետում։ Ըստ այդմ առաջարկում ենք առաջին անգամ բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճարով քննությունը հանձնելու հնարավորություն, այն կկազմի 45000 ՀՀ դրամի չափով եւ առաջին անգամ բացասական ստանալու դեպքում եթե ոչ թե հաջորդ օրը անձը ցանկություն ունի, այլ երրորդ օրը, ապա այս դեպքում կրկին էքստրա վճարի տրամաբանության մեջ եւս 30000 ՀՀ դրամ վճարելու պայմանով անձը կարող է շատ ավելի սեմ ժամկետում հանձնելու քննությունը։ Բայց ուզում եմ նորից շեշտել, որ սա հավելյալ հնարավորություն է մեր քաղաքացիների համար, այսինքն ստանդարտ սպասելաժամանակը, որը 7 օր անց վերահանձնում է, սա պահպանում ենք։ Եթե անձը ցանկություն ունի եւ ունի հնարավորություն հավելյալ վճարի դիմաց ստանալու հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում թողնում ենք այս իրավական հնարավորությունը։ Բնականաբար առաջին անգամով միայն սահմանափակվել չենք կարող, որովհետև ունենք երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ նաեւ բացասական գնահատականի դեպքում վերահանձման հնարավորություն։ Այս դեպքում մեր օրենսդրությունը սահմանում է, որ ամենասեմ ժամանակը հաջորդ քննության դա 1 ամիս անց քննության վերահանձնումն է, այստեղ եւս սահմանել ենք ժամկետային որոշակի հնարավորություններ։ Երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատականի դեպքում 7-րդ օրը քննության մասնակցելու հնարավորություն եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ արդեն այս դեպքում 14-րդ օրը եւս քննությանը մասնակցելու հնարավորություն։ Սա եւս նորից եմ ուզում շեշտել, հավելյալ հնարավորություն է մեր քաղաքացիների համար ստանդարտ սպասելաժամանակից շեղվող ավելի սեմ եւ ավելի հարմարավետ պայմաններում այս process-ը կազմակերպելու համար։